Մտածում ես։ Ինչի մասին։ Չգիտեմ ինձ թվաց։ Պատահում է դա եղանակիցը։ Ինչն է եղանակից։ Որ թվում է։ Շարունակ նստած ենք։ Եվ քո մեղքով։ Ինչու չգնացինք այն ավտոբուսով, բոլորը մարդու պես են իսկ մենք։ Բացի չեմ ուզում ես ոչ մի կուլ տարշավ։ Ասա խնդրեմ իրավունք ունեմ թե չէ։ Տարրական իրավունք։ Լավ նստիր։ Կնստեմ։ Դե նստիր։ Նույն հաջողությամբ կարող էինք եւ տանը նստել։ Ինչ ես ասում, տես ինչ վայակապ բնություն։ Դանդալոշելի պիտի կանգնի։ Այ ասած բարիտ է։ Հիմա Այ, ես պես։ Ծանոթանանք, Սարգսյան կարող։ Վայ, Սարիբեկ։ Ես էլ էստեղ։ Հով։ Հարկաս։ Գնացինք, հա? Այ, ապրես աղսիկ ջան։ Հա, ասում եմ, ես երկաթի կտորի համար 3 օր կորցրի։ Այ, Սարիբեկ։ Համարդ, ասում սրա եղածն ինչ է։ Հետքան կարևոր բանա շատ սարքեք, էլ ինչ եմ ասում։ Դա ինչ է։ Անտենա է, աղսիկ ջան։ Անտենա, սովորական անտենա է։ Գնանք հիմա, հա, ձեզ մոտ ուրիշ է, ձեզ մոտ ստե քաղաքը ուրիշ է, երկու լար կպցրու, լսի, մեզ մոտ մինչև ես սա չնի, ոչ մի բան ուրիշ է։ Հա, ուրեմն խորերի գիտես, հարևանս է, ես իմ տունն է, ես էլ իրեն։ Գիտես, չվիճես, շատ հավեն ճանաչում ես։ Ուրեմն Կոլխուշուխայի մոտի ռադիոյի խանութը հոր գիտես, այն տեղի աշխատում, ես տղայ ամբողջ քաղաքը ճանաչում։ Չէ, չեմ ճանաչում։ Դու չես ճանաչում։ Չէ։ Հա, ուրեմն գնացի մոտը բար չկար, մենակ էր, ուրեմն գնացի ասի Խորեն ջան հաշիվ կար։ Գիտեք մեր ժամանակները, 20-րդ դարն է, Խորենն է ճանաչում եք, ասեց Սարգսյան կարող, աչքիս վրա, վեր, ես կարող եմ, ես քո խատեր համար ամեն ինչ կանեմ, ուրեմն մի թուղթ տվեց, ասեց կտալ են Զեդուն, կտաս Սարիբեկին, բայ Սարիբեկն էլ, դե դրա ձերքը որ ընկար, էլ ազատում չկա, արաղը բերեց դրեց սեղան, սկսեցին խմել, մեկը դարավ երկուս, ասի այմար, ես ինչ տեղություն ես կաշում, ես խո չեմ եկել էստեղ արաղ խմելու համար, ասեց Սարգսյան կարող, չմտածես, դու իմ հյուրն ես, ես երկատել հոգիս կերա։ Մենք էստեղ կիշն ենք։ Իսկ լողանալը։ Ավերակներում կլողանաս։ Որտե՞ղ։ Ասում եմ ավերակներում կլողանաս, էստեղ կառնիմ։ Հա։ Ինչ ասիր։ Այ մարդ, զզվացրիր էլի մեկիմ հարկուխը, մեկ էլ քո անտենան։ Ներարկիր մարդ ես, խոսում ենք էլի, ուզում ես իշտեմ, սրա մի։ Չաղ մետում նա մենք իշտենք։ Իշտում եք իշեք, հոգի հանեցիք, իչեք երկուստ էլ, հա։ Այ մարդ, ուր ես գնում, արի խոսենք իրար հասկանանք։ Մարդասն ողջաներ բայեսի մերախոներ պես կպահի։ Էլի փարքաս, լավ ես։ Դե փարքաս ամբողջ օր անտենան ձեռքին չարչարվել է, ուզում եմ մի քիչ խոսել։ Խոսե էլ ինչ կա որ։ Իհարկե ոչինչ։ Բոլորը մարդու պես են, իսկ դու շուտով մարդկանց հետ չես խոսի, ես գիտեմ։ Չէ, քանի դու ինձ հետ ես այդ վտանգը չի սպառնում։ Այո, իհարկե։ Հետո ես հույս ունեմ այսօր մի քիչ հանգստանալ։ Ես քանդում եմ ֆատնայ մարդ։ Վայ, վարժապետ հենց պատսա քանդում եմ։ Այմա սպասի մի քանդում։ Ես քանդում։ Դու ես չել ես։ Սպասի դե նայ կողմից, նայ կողմից։ Այմա դե ինչ ես անում, չես քանդում։ Ինչ է եղել։ Այմա քարը։ Ես չեմ ասում այմա։ Լսիենա։ Դու ես կայնես դիգաղում ես դարկել։ Դու ես քանդում։ Խոսալ չի, գնացի։ Դու չես ցավում։ Այլա դու դրան դես։ Ես գիտեմ, ես սումոյին էր, ռաբասա հարևանի շլորքա։ Այ մարդը ինչ ես անում, քարը թող մնաս եղել, մեկ չի քեզ համար։ Այդ տղա ուր ես գնում, ախր դու քանդեցի լարի ստեղ։ Վայ, ես ինչ են անում, դես ծառով։ Լսիր,
մի գլուխդ մի կախի, մի աչքերիս մեջ նայ, ինչ ես քանդում, հա։ Ինչ ես քանդում, այ մարդ դու տնա քանդես, այ մարդ ախր մի տես ինչ օրն ես ընկել։ Կարգին մարդ էիր, կարգին գործ էիր անում, թողեցիր ընկար այդ քարերի մեջ, բա դա եղավ։ Մարդ պետք է խիղճ ունենա։ Հա։ Այ մարդ համբերի ինչ ես վրա տալիս։ Քարը ընկա ոտիդ վրա։ Ախր ինչ ես վնաս տալիս հարևանիդ, ինչ ես ուզում ախր։ Վայ։ Բարև ձեզ։ Այն այր իսկը դու ես։ Ինչ է որ կարգին ձերուկ է։ Ինչ է։ Տուրիստներ ենք։ Կարելի է։ Գրացեք։ Այսպիսով ավարտում է Գառնի կոմպլեքսի դիտումը։ Աշխատեք հիշել այն բոլորը, ինչ որ տեսակ այստեղ։ Ընկերներ, խնդրում եմ այս կողմ եկեք։ Հետանոսական տաճարը, քրիստոնեական եկեղեցու ավերակները, որոշ փեղումներ, բաղնիքը եւ այլ հուշարձաններ։ Այս բոլորը, ինչպես տեսնում եք, ստեղծում են Գառնի դաշանում խիստ պոեզիան, որոշում եւ թիատրում են։ Ավելակներ, սահլես գնաց ամբողջ կյանքս ավելակներ եմ նայել, հա, այդ ինչ ես ծախում ախպեր, գինի։ Աղջիկներ, շուտ արեք, շուտ, այ այդպես, այ դուք օրինակ, ինչի չեք ուզում բաղնիքը տեսնել։ Այ մարդ ես ինչ ես էլ տեսումն եմ։ Լսի, ինչ ես անում ես է։ Ուսումնասիրում եմ տեսարժան վայրերը։ Օ, տեսե, մենակ։ Չէ, ինչու մենակ, Լուսյանը լես։ Իսկ ուր է։ Այ, տեսնում ես, այ վերևը կանգնա, այ վերևը, տեսնում ես։ Լսիր, ախր Տուրիստ եմ դարել, գիտես։ ճիշտ ես արել ախր։ Ճիշտ եմ արել։ Ապրել է պեղ։ Նայ։ Քարերն եւ ուրիշ ոչինչ։ Ո գիտի թե այն ժամանակ մարդիկ ինչպես մտքեր են ունեցել։ Բայց միայն քարեր են մնացել։ Լավ, ոնց ես։ Ես ոչինչ։ Մարդիկ պահանջում են հասարակ եւ բարդ ճշմարտություն։ Եվ հետո չես օգնել քո այդ խնդիրներից։ Մարդ պիտի ուղղակի բարձ ապրի։ Դե չգիտես, ես էլ եմ վախենում քո այդ գաղափարի կատարելությունից։ Եվ ընդհանրապես ոչ մի բան չի ստացվում։ Բա ինչ անեմ, դու ուրիշ եք գիտես։ Օներից։ Գնա, ճիշտ հասկացա։ Դե լավ, մենք հետո խոսենք։ Լսիր ընկեր, շատ լավ ախպեր, բայց աղջկա հետ ինչ գործ ունեք, գնագուցել ես ամեն ինչ բաց է։ Այստով։
Ինչի։ Բանը։ Քարերը հավաքում։ Գնա օգնի, մեղքի։ Օգնի։ Հայրիկ։ Սպասի։ Օգնեմ։ Գնացի։ Вот и так минги. Putain, en kom maar. Գրում են։ Ովքեր։ Ասում եմ գրում են։ Իսկ ինչու են գրում։ Գրապն են ընկել իրենց անունների ձեռին։ Եկեք հաց ուտենք։ Շան։ Ասիր, անհարմար է գնանք։ Ինչու՞։ Գնա։ Եկ։ Գրողի ծոց։ Ինչ։ Ինչ։ Ասացիր գրողի ծոցը։ Միշտ ես ասացի գրողի ծոց։ Ասացիր գրողի ծոցը։ Ես իհարկե հասկանամ ասել գրողի ծոց այսպիսի սուրբ վայրում դառնված Դե վերջացրու ինչ ես կապկություն անում, այդ բոլորը զզվեցրել է ինձ հասկանում ես, կարող ես մի անգամ ճշմարտությունն ասել, 10 տարի է դու այդ լաբորատորիայում ես եւ 10 տարի ասում ես, որ Դոն Կիխոտ չես, մի այդքան էլ կմնաս միայն ջղերս կքայքայես, իհարկե դու հոգնել ես, իսկ ես չեմ հոգնել, ես քարից եմ, ես մարդ չեմ, ասա ինձ խնդրեմ, ինչու ես չպետք է իմանամ, թե ինչ է կատարվում քեզ հետ, միթե ես արժանի չեմ այդ իրավունքին, դե խոսիր, իհարկե կլռես, որովհետև չգիտես ինչ պատասխանես, հոգիս դուրս եկավ այդ քոլորության, դե Վերջ տուր։ Անհարմար է։ Վերջացրու ձերուկ։ Ուր է։ Են տաճարում մարդիկ կրակ էին պաշտում։ Իսկ այստեղ մարդիկ աղոթում էին Աստծուն։ Այն ժամանակ մարդիկ արդեն հավատում էին։ Այստեղ հանգչում է Բագրատունի Աշոտ երկաթը, իսկ այստեղ ամենայն հայոց կաթողիկոս Հովհաննեսը։ Իսկ այնտեղ Գևորգ Մարսպետունու գերեզմանն է։ Ինչպես նայել ես այստեղ թաղված։ Բոլորն այստեղ են։ Իսկ չեք ասես ասու։ Իսկ այստեղ բաղնիքն է։ Իսկական։ Թագավորական։ Կարելի է։ Կողքով։ Երրորդ տարին է խոստանում են կտուր քաշել։ Ինչ։ Ոչինչ։
Սաթակույն է։ Այդպես են ասում։ Ինչ ժամանակներում այստեղ քաղաք է եղել։ Մեծ քաղաք է եղել։ Շատ մարդիկ կային, շատ բան է եղել։ Թագավորը մի հարսնացու է ունեցել։ Երբ որ քրիվ պետք է գնար, կանչեց իր ժողովրդին եւ իրանց մոտ ասաց. «Սպասիր ինձ այնքան, ինչքան որ սերդ կթողա, թե որ դու չսպասես, ելումն է պետք իմ հաղթանակ»։ Այսպես ասաց թագավորն ու գնաց։ Հարսնացուն մնաց այստեղ, սպասեց։ Մի տարի անցավ, թագավորի ձեն չկար։ Մարդկանց մեջ լուր ընկավ, թե թագավորը մեռած է։ Մենակ հարսնացուն էր սպասում թագավորին։ Ամեն իրիկուն մարդիկ տեսնում էին, թե ոնց է մտնում այս տաճարը ու կրակ վառում։ Ու մարդիկ միտք արեցին։ Կա չկա, սա մի բան գիտի, որ մեզանից ոչ մեկին հայտնի չէ։ Մարդիկ հավատացին նրան ու նրա հավատին և նստեցին ու սպասեցին 3 տարի։ Հետո թագավորը եկավ ու նրա սիրուն որպես պարգև կանչեց ամենաջարդ արվարտետներին ու հրաման տվեց, որ այս բաղնիքը սարքեն ու թագուհու պատկերը այստեղ քաշել։ Իսկ այստեղ ինչ է գրված։ Շատ աշխատեցինք, բան չստացանք։ Հետաքրքիր է։ Ով է գրել։ Վարպետները։ Պատկերացնում ես։ Թագավորի հերնանիցել են։ Շնորհակալություն։ Տսիր, չես գալուս։ Այո։ Իմի այդ տեսակ բաներ չեմ պատահում։ Ով ունես։ Որտեղ։ Դե այնպես կյանքում։ Այ։ Երեխան ունա։ Մայրել ունեմ, բայց նա հերոյ է ապրում։ Իսկ այստեղ նա է։ Վաղուց ես պսակված։ Վաղուց։ 10 տարի։ 5 տարի մենք տարբեր քաղաքներում էինք ապրում։ Ինչու։ Այդպես ստացվեց։ Միշտ չէ որ ուզած այդպես ես ապրում։ Իսկ դուք հավատում եք այս հեքիաթներին։ Բա ինչ անենք։ Այդպես բաներ։
Ինչ է, նման է։ Չէ, նման չի։ Ինչու նման չի։ Նման է։ Պապիկը չար մարդ չի, միայն թե մի քիչ ջղային է։ Իսկ դա միևնույն բանը չի։ Իհարկե միևնույն բանը չի։ Պար։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Պարարում, պարար։ Ես ձեզ առավոտյան եմ տեսել, դու ինձ տեսար։ Ոչ, ես դու որտեղ էիր։ Այնտեղ ձորում, դու ինձ չլսեցիր։ Դու էիր գորում։ Իսկ ում էիր կանչում։ Որևէ մեկին։ Դե լավ։ Ինչ որ տղամարդու անուն էիր կանչում։ Ես ամեն օր մի անուն եմ կանչում։ Իսկ ումը։ Մերոնց գյուղացիների։ Իսկ ինչու գյուղում չես կանչում, այլ ձորում։ Գյուղում արձագանք չկա, իսկ ձորում կա։ Ուզում ես կանչել։ Կանչիր։ Մենակ թե չգնաս։ Դու ինձ փնտրում էիր։ Չէ։ Գիտես, այստեղ մի աղջիկ կար։ Չգիտեմ ուր կորավ։ Թռավ, ինչ է։ Հա! Իսկական ծաղրացու։ Այն ժամանականայք ինչպես էին հագնվում։ Գիտես գաղափար չունեմ։ Իսկապես թակույն այդպիսին է եղել։ Լսիր, ոչ մի թակույ էլ չի եղել, հասկանում ես, չի եղել։ Եղել է։ Ուզում ես սերուկին հարցնենք։ Իսկ նա որտեղից գիտե։ Ինչ է 2000 տարեկան է։ Միգուցե։ Ինչ միգուցե։ 2000 տարեկան։ Լսիր, ինչու բոլոր հեքիաթները հարսանիքով են վերջանում։ Ինչու են վերջանում։ Դու հասկանում ես, ախր ոնց ասեմ քեզ։ Հերոսը հազարումի սխրագործություններ է կատարում։ Տանջվում է, տառապում, գտնում է իր սիրածին, հետո հարսանիք եւ վերջ։ Հեքիաթն ավարտվեց։ Ծիծաղելի է, չէ։ Այդպես։ Հա, հրամեցեք։ Հարուստ բավարարություններով։ Շատ ուրախ եմ։ Անչափ։ Երևակայեցեք, ես էլ չեմ կարողանում առանց հուզումի նայել այս բոլորը։ Չնայած շատ անգամներ եմ եղել այստեղ, բայց նորեն հուզվում եմ։ Այո, մեր հայրենիքը հակույն կոթողներու կանձա։ Անշուշտ, ես շատ ուրախ եմ, որ այս բոլորը ձեզ այսքան հուզում են։ Իսկ մի քիչ այն կողմ։ Երազին ինչ է սրանք որտեղից բուսնեցին։ Դուք երևի վաղուց եք գաղթել Հայաստանից, այո։ Վաղուց։ 50 տարի էր։ Այն ատեն ես 8 տարեկան էի։ Այո, 8 տարեկան։ Ճիշտ որ վաղուց է։ Իսկ այստեղ մարդ ունեք ազատ կամ բարեկամ։ Ես երբեք նրանց չեմ։ Ոչ։ Ով պիտի լինի ոչ։ Հասկանալի է։ Դու ինձ փնտրում ես։ Խոստովաներ։ Թեկուզ կյանքումդ մի անգամ։ Դե, բայց փնտրում ես։ Եվ դուք ոչինչ չեք հիշում Հայաստանից։ Ինչ։ Քարեր,
Ահա, այսպեսի ավերակներ։ Աստված պահպանի մոհ։ Ամեն։ Ինչ ժամանակներում այստեղ քաղաք է եղել։ Մեծ քաղաք է եղել։ Շատ մարդիկ կային, շատ բան է եղել։ Թագավորը մի հարսնացու է ունեցել։ Փնտրում ես, չէ՞։ Վախ։ Ցավեց։ Չէ, չցավեց։ Ես գիտեմ, ցավեց։ Դու միշտ լռում ես, թաքցնում ես ինձանից, ինչու ես լռում։ Ես հարփուկ ունեմ, կվարակեմ։ Ես պատրաստ եմ էլի 20 տարի համբերել, միայն թե մի լռիր։ Դու ինձ ճիշտն ասա, լսում ես, ճիշտն ասա դու ինձ։ Պապի! Մովսեսի թորը բանակից եկել է, ասма թե տունս տեղը ծախում եմ, ասма թե քոչում եմ քաղաք։ Ինչի՞։ Ես իմ ասма զահլես գնացել այս քարերից։ Էստեղ է։ Որտեղ։ Էստեղ։ Այստեղ քարա։ Այստեղ լա քար։ Քարա։ Փոսա։ Քարա։ Զգուշ փոսա։ Սուս մնացինք երես առա, բանի տեղ չբրեցինք, աչկներս ահանում, բա հիմա էլ ամոտ չի, ոչ հարևանություն կա, ոչ բարեկամություն կա, հիմի ինչ համտել, դե սպասի է, ինչի համտել տակուրը, թող դուրս կա մի տեսնենք եք ոնց եղավ, որ ինքն զարգացավ, դες մնաց անգրակ է, թող նպտել, եկել ասում եմ, որ նպտել, Ոյն իչքս։ Ինչ է ցավում է։ Տուն հասնենք ես քեզ կբուժեմ։ Լավ։ Այ կտեսնես։ Դեր գյուղում տատիկս եմ սովորել։ Օ, շատ շնորհքով տատ ունես։ Բա ոնց։ Իսկ դու միջև հիմա մի նամակ էլ չես գրել։